Խաղաղության լարախաղացը Ասլան կտրած Փրփուրը Բերանին չի հասկացում, դիտավորյալ թե պատահմամբ դիմակազերծում է ինքն իրեն, բացահայտում իրական մարտավարությունը, որը հետևողականորեն է առաջ մղում եւ Արցախի նախկին ղեկավարության եւ Հայաստանի հետ հարաբերությունների հարցում։ Ալիևը փաստորեն բացառում է Բաքվում պահվող գերիների ազատ արձակման որևէ սցենար, հարցը քաղաքականից տեղափոխելով իրավական դաշտ։ Եվ այստեղ նկատենք նրա խոսքի ամենավտանգավոր հատվածը պատմական համեմատական է տանում Նյուրնբերգյան դատավարության հետ, ասելով թե Արցախի նախկին ղեկավարների մեջբերում հանցագործությունները նույնն են կամ նույնիսկ ավելի ծանր, քան նացիստների կատարածները երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Մեջբերման վերջ։ Ասում է նահանգների փոխնախագահ Վենսին էլ ասել են Ադրբեջանի դիրքորոշումը եւ վերջ։ Նացիստների ու հայերի զուգահեռումը լրագրողին էլ թերևս զարմացնում է, հարցնում է՝ նույնն են ձեզ համար։ Absolutely. It's even worse. Այո, անկասկած, ավելի վատ։ Նրանց հանցագործությունները նույնիսկ ավելի վատ էին, քան նացիստների կողմից երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արվածը։ Ալիևի այս պատասխանն ըստ էության խոսում է այն մասին, որ Վենսի հետ ոչ թե քննարկում է եղել կամ միջնորդության հարց է առաջ եկել, այլ ինքը վերջնական դիրքորոշում է հայտնել, որը վերանայման ենթակա չէ։ Միջազգային լսարանն է Ալիևի քաղաքական այս ուղերձի հասցեատերը։ Նյուրնբերգը փոխհամաձայնեցված միջազգային տրիբունալ էր անկախ դատական կազմով։ Բաքվի դատարան կոչվածում ոչ անկախ փաստաբան կա, ոչ իրավապաշտպան, ոչ միջազգային դիտորդ, փակ դռների հետևում կազմակերպված ֆարսն էլ նկարահանում, գրում են միայն պետական քարոզչամեքենայի սպասարկուները։ Ու այսպիսով Ալիևը փորձարկումներ է անում ակնհայտ քաղաքական հաշվեհարդարը որպես միջազգային արդարադատություն ներկայացնելու։ Այստեղ նա քողարկում է շրջանցում թեման, թե ինչու է հայերից պահանջում միջազգային ատյաններից Բաքվի դեմ հայցերը հետ կանչել։ Եթե Ադրբեջանը ունենար փաստական հենք, ապա Ադրբեջանի համար շատ շահավետ կլիներ գնալ միջազգային դատարաններ եւ ապացուցել դա։ Եվ պատկերացնենք այդ աղմուկը, որ ինքը կստանա։ Եթե ինքը ուզում է ինչ-որ բան ապացուցել միջազգային հանրությանը, ապա իր համար ամենաշահավետը կլիներ այդ գործերով գնալ միջազգային դատարաններ։ Բայց ինքը դա չի կարող անել եւ չի անելու երբեք։ Ընդհակառակը իրեն պետք է որպեսզի Հայաստանը առհասարակ այդ հայցերից հրաժարվի, որովհետեւ փաստական հիմքը Հայաստանի ձեռքն է։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու նացիստ առաջնորդների միջև հավասարության նշան դնելով էլ նա ըստ էության ասում է, այս հարցում քաղաքական լուծում չկա, չի լինի։ Եվ ուրեմն ինչ խաղաղության մասին է նա խոսում, հնդածս։ Ֆասադն է խաղաղությունը պատկերավոր ասած, ներսում բոլորովին այլ պատկեր է։ Եվ այդ պատկերը նոր չէ, որ ձևավորվել է։ Վաշինգտոնի օգոստոսյան ողջևորության ժամանակ Թրամփը խոստանում էր գերիների հարցով խնդրել դիմել Ալիևին։ Հիմա պարզ է դառնում, որ փոխնախագահ Վենսը ընդամենը բարձրացրել է հարցը։ Ավելին, հենց օգոստոսյան այս հանդիպմանը հաջորդեց սեպտեմբերին Ադրբեջանի իշխող քաղաքական ուժից մեջլիսական Ալիևի գլխավոր խոսափողներից Բաբաօղլուի նկարագրությունը հայերի մասին։ Ադրբեջանցին բառացի ասած, մեր հասարակական կարծիքը պետք է այսօր, վաղը եւ նույնիսկ 100 տարի անց էլ ունենա հստակ պատկերացում, թե ովքեր են հայերը։ Մենք պետք է մոռանանք, որ եթե թեկուզ մի փոքր վստահություն ցուցաբերենք հայերի նկատմամբ, այդ վստահությունը հետագայում կարող է վերածվել մեր մեջքին խրված դանակի։ Ադրբեջանի նախագահը ասել է, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել հայերի հետ եւ կարող է խաղաղություն լինել, սակայն մենք պետք է չմոռանանք մեր դեմ կատարված հանցագործությունների մասին։ Հետևաբար կարծում եմ, որ յուրաքանչյուր ադրբեջանցի մշտապես պետք է մտածի այն մասին, որ յուրաքանչյուր հայ պոտենցիալ ահաբեկիչ է եւ անպայման պետք է հաշվի առնի այս գործոնը հայերի հետ իր վարքագծում կամ անվտանգության հարցերի վերաբերյալ իր մտքերում։ Ահա, այսպիսի խաղաղասերների հետ գործ ունենք։ Մեզ նացիստ է անվանում մի ղեկավար, ով արդեն 2 տասնամյակ զբաղված է քնածային կացնահարած Ռամիլ Սաֆարովի հերոսացմամբ, պատերազմ սանձազերծած, անտառներում հայ զինվորներին ֆոսֆորով վառած, ծննդատուն գնդակոծած, հայ կանանց անդամահատած ու իր գազանությունը տեսանկարահանած ռազմական հանցագործը Նյուրնբերգի անունն է հիմա հիշատակում ու հրեշտակ ձևանում։ Սիրալի Մուրադյան, ժամը լրատվական։